Ուղղակի խնդրել ենք այդ գենետիկ բանը անցկացնել, բայց քանի որ հարազատները դեմ էին, իրենք մասնակցություն չունեցան այդ process-ին եւ այդ խնդիրը այդպես էլ բաց մնաց։ Ես վերջին անգամ երբ հետաքրվեցի որտեղ են իմ այդ մասունքները, ինձ այսպես թռուցիկ ասեցին, գտնվում է մի մասնավոր անձի տան նկուղում, այսպես պարկի մեջ պահվում է։ Մեր մոտ ոչ մեր մշակույթների շատ տողեր են բացակայում։ Այդ դեպքում ինչի համար ենք այս ամեն ինչ անում ենք։ Եթե նա չկա, եթե նա բացակայում է, ումն է պետք է այս ամեն ինչ ինչ որ ուղղակի սնվող հասարակություն, հա, ուտող եւ քնող արտնացող հասարակություն։ Եվ ահա Թիֆլիսում դատավարություններից մեկի ժամանակ դատում են ՆԿՎԴ-ի բարձրաստիճան մի պաշտոնյայի, թվարկում են բոլոր իր մեղքերը եւ այլն, ու վերջի խոսքը իրավունք են տալիս։ Եվ այս մարդը հետեւյալն է ասում է, այո, ես մեծ մեղքեր եմ գործել, ինձ պետք է գնդակահարել։ Ես իրոք համաձայն եմ այդ մեղադրանքի, բայց ինչպես եք դուք վարվելու այն 2 միլիոն դանոս գրողների հետ։ Պարոն Չարախչյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ մեզ հյուր եք եկել եւ շատ ուրախ եմ, որ հնարավորություն կա այսօր խոսել իմ ամենասիրելի պոետի Եղիշե Չարենցի մասին։ Այ պարոն Չարախչյան, որքանով է մեր ժողովրդի մոտ Չարենցի կյանքը եւ ստեղծագործությունը հայտնի։ Այն չափով, որքանով ժողովուրդը ուզում է իմանալ, այդ չափով հայտնի է։ Եթե իրեն բավարար է այն չափաբաժինը, որ արդեն գիտի եւ ավելին չի պատրաստվում իմանալ, մենք մնում ենք դեռևս այդ սահմաններում։ Իսկ կան էջեր, որոնք ամեն դեպքում արժեր, որ մեր ժողովուրդը ավելի մանրակրկիտ իմանա, որտեղ դա ճանաչողության բանալի է պոետի նաև։ Անսահման Չարենցը բարեբախտաբար այն հեղինակներից է, որ ամեն օր կարող է նորովի բացահայտվել, ամեն Աստծո օր կարող է ի հայտ գալ որևէ նոր վավերագիր, նոր փաստ, նոր հանգամանք, որը մենք չգիտենք, խոսքով ուսումնասիրողների համար մի հսկայական գանձարան է ու ժամանակի տիրույթներում այդպես չի պարփակվում։ Իսկ դուք այդ ձեր գրքերում արդեն այդ ամենը զետեղել եք, թե կարող է լինել շարունակական եւ նոր վեբ գրեք։ Անկեղծ ասած դեռևս ծրագրերում այդպիսի բան չկա, Չարենցին նորից անդրադառնալու այն գրքերը, որոնք ես գրել եմ, գիտեք, ինչպես ասեմ, բոլորի մոտ տպավորություն է, որ դրանք գրքեր են Չարենցի մասին։ Այդպես չի։ Դրվագներ Չարենցի կյանքից, չէ՞։ Դրանք գրքեր են, որտեղ գլխավոր հերոսն է Չարենցը, իսկ գիրքը բոլորովին այլ բանի մասին է։ Ասենք գիրքը սիրո մասին է, որտեղ հերոսը Չարենցն է։ Ես միշտ խուսափել եմ անձնավորված գրականություն ստեղծել, թեև ընթերցողների մոտ հիմնականում այդպիսի տպավորություն է, բայց ինձ համար հերոսը մի փոքր կոպիտ ասեմ, նյութ է։ Նյութ, որից պիտի ինչ-որ բան ստեղծվի։ Ինչպես որ ասենք կավից մենք սկահակներ ենք, չէ՞, ստեղծում, հա հիշատակելուց ասում ենք սա սկահակ է, չենք ասում սա կավ է։ Այդպես էլ գրականության մեջ այն նյութը, որը տալիս է Չարենցի կյանքը, օգտագործվում է բոլորովին այլ բանի մասին պատմելու համար եւ բոլոր այն կենսագրական վեպերը, որոնք գրել եմ ու պատրաստվում եմ անել, այդ նույն սկզբունքով է առաջնորդվում, այսպիսի մի ձևակերպում կա, չէ, ասում է այնտեղ որտեղ ավարտվում է վավերագիրը, սկսվում եմ ես։ Ես ուզում եմ հենց այդ անցումը իրականացնել, այսինքն սկսել այնտեղից, որտեղ ավարտվում է վավերագիրը, այլապես ուղղակի կարելի է այդպես գրականագիտական ուսումնասիրություն կատարել, ինչ որ ակադեմիական տիպի, չէ, ինչ որ գիրք հրատարակել եւ մանրամասնել այդպես թվարկել։ Իսկ Չարենցի մասին ամբողջական ինչ որ վավերագրություն կա գրված, որ ձեր կարծիքով բավարար է եւ այնտեղ բավականաչափ նյութեր կան զետեղված։ Չարենցագիտությունը բավականին մեծ աշխատանք է կատարել, տասնամյակներ շարունակ այն ամեն ինչ ինչ որ կուտակվել է, շատ հարուստ պաշար է, ճիշտ է, հիմա էլի աշխատանքները շարունակում են, տեսեք այժմ տպագրման ընթացքում է Չարենցի ակադեմիական հրատարակությունը եւ մարդիկ, ովքեր աշխատում են այդ
գրքերի վրա, նրանք եւս իրենց հերթին նորից վերանայում են այդ ամբողջ էջերը, փորձում են նոր բացահայտումներով հարստացնել այդ ժողովածուն, նոր էջերը ավելացնել, ասելիքս հետեւյալն է, process-ը շարունակվում է, անընդհատ շարունակվում է, կանգ չի առնում եւ դա շատ լավ է, որ այդպես է, այսինքն Չարենցը շարունակում է մնալ ոչ միայն մարդկանց հետաքրքրության կենտրոնում, այլ նաեւ ուսումնասիրողների։ Իսկ ձեր կարծիքով Չարենցի կյանքի մեջ այդ ուսումնասիրության ընթացքում կա մի շրջան, որ ավելի քիչ է ուսումնասիրված, ինչու բաց կա օրինակ Չարենցը։ Այո, բազմաթիվ։ Որ շրջանն է։ Բազմաթիվ, տեսեք, օրինակ Չարենցը երկար ամիսներ ապրել է Լենինգրադում, մենք այդ մասին շատ քիչ բաներ գիտենք։ Ընդամենը մի քանի գործեր, որ այնտեղ նա գրել է, հետագայում տպագրել է։ Չարենցի արտասահմանյան ուղևորությունը, որ շուտ կես տարուց ավել տևեց, էլի բազմաթիվ բաներ գիտենք, բայց շատ բաներ նաև չգիտենք այդ շրջանի մասին։ Նույն կերպ Չարենցը էլի մի քանի ամիս Բաքվում է ապրել, հատվածներ գիտենք, ինչով է զբաղվել այնտեղ, բայց ավելի մանրամասն չգիտենք։ Մայկոպում անցկացրած օրերի մասին, որտեղ իր ընտանիքները այնտեղ, բազմաթիվ անգամներ ինքը այցելել է հարազատներին, բայց մենք դրա մասին էլի շատ կծկտուր բաներ գիտենք։ Իսկ արտասահմանյան ուղևորությունը ձեր կարծիքով Չարենցին ինչ տվեց, ինչ որ բան փոխվեց իր կյանքում։ Անկասկած, Չարենցը այնտեղից վերադարձավ վերափոխված, նոր հայացքներով, նոր պատկերացումներով իր գրականության մեջ այդ շրջադարձային կետեր այդ հատվածը, որովհետև գնաց ուղղակիորեն շփվեց համաշխարհային մշակույթի հետ, նոր աշխարհի հետ, ու այդ ամբողջը չէր կարող անհետևանք մնալ։ Պատահական չի, որ այդ ուղևորությունից հետո նա հրաժարվեց իրեն ֆուտուրիստական հովերից, մյուս կարգի բաներից եւ բոլորովին նոր պոեզիա բերեց։ Այ որ պատրաստում եմ հարցազրույցի, նորից վերընթերցեցի Չարենցի կենսագրությունը եւ այն հատվածը իր ընտանիքի հատվածը, թե եղբայրը ինչ ճակատագիր ունեցավ, քրոջ ընտանիքը ինչ ճակատագիր ունեցավ, ուզում եմ հասկանալ Չարենցը այն ժամանակ ինչ-որ սերտ կապ ուներ ընտանիքի անդամների հետ եւ այդ ամենը որքանով էր ազդում իր վրա եւ որքանով էր ինքը փորձում, չգիտեմ, օգնել կամ որևէ բան անել իր ընտանիքի համար։ Գիտեք, 18 թվականից հետո, երբ ընտանիքը արդեն հաստատվել էր Մայկոպում, Կարսից գաղթել էին, այդ շրջանից հարաբերությունները ընտանիքի հետ կապերը արդեն այդպես մշտական ու անմիջական չէր, բայց Չարենցը անընդհատ փորձել է որևէ կերպ պահպանել այդ, տեսեք նրա քույրը, որը քույր էր, Չարենցը երկար տարիներ փորձել է բուժել քրոջը, տարել է խորհրդային միության լավագույն բժիշկների մոտ, հետևել է քրոջի առողջության, ճիշտ է, հաջողության չի հասել, բայց նրա այդ հետևողականությունը, նրա հոգատարությունը արդեն շատ բաների մասին է խոսում։ Իր քույրերից մեկն էլ Դոնի Ռոստովում էր ապրում, կա վկայություններ, որ այցելել է նրանց, մի խոսքով հնարավորինս փորձում էր, մի շատ տխուր դրվագ կա այնտեղ, երբ Չարենցի մայրը մահանում է, եղբայրը հետագայում պիտի գրեր, ասում էր մայրս մահացավ ու այդ հսկայական ընտանիքից ոչ մեկը չկար այդ պահին նրա կողքին։ Այդ Մայկոպում արդեն։ Հա, Մայկոպում է մահացել, Չարենցը ուշ իմացավ, բայց թաղմանը չի մեկնել, այդպես հետագա տարիներին ամեն մեկ մի ճակատագրի այդպես։ Իսկ այդ եղբոր աքսորի պատմությունը, որ եղբայրն էլ է աքսորը։ Հա, 37-ի բաներից մեկն էր, բռնադատվածներից մեկն էր, եղբայրներից մեկը, նա բավականին խելացի մարդ էր, Չինաստանում էր աշխատում, չիներեն գիտեր, խոսքով բավականին զարգացած մարդ էր։ Այդպես մի մեծ ընտանիքի դառը ճակատագիր սկսած հայրենի քաղաքը կորցնելուց մինչև ցեղասպանություն, որ ցեղասպանության զոհ կարծեմ քրոջ ընտանիքը, այո, մեծ քրոջ ընտանիքը։ Այդ ճանապարհը, որ ինքը պատերազմ որպես կամավոր զինվորագրվեց եւ գնաց պատերազմ, ինչ հետք է թողել իր ստեղծագործության վրա, ես նկատի ունեմ, կարծեմ Դանթեական առասպելը հենց այդ ճանապարհորդությունից հետո, ճանապարհորդությունից այդ զինվորագրումից հետո ինքը գրեց, եւ այդ հայրենիքի գաղափարը եւ կորցրած հայրենիքի գաղափարը էլ որ ստեղծագործություններում էր Չարենցի արտահայտվում։ Գրեթե չկա այդպիսի ստեղծագործություն, որտեղ այդ հայրենիքի նույնիսկ այն ամենահեղափոխական գործերի մեջ մենք կարող ենք դրա հետքերը գտնել Չարենցի մոտ։ Չարենցը ասել, որ նա մեծ հայրենասեր է, նշանակի ոչինչ չասել։
բոլոր իրավիճակներում, բոլոր ժամանակներում, բոլոր կացությունների մեջ նրա համար հայրենիքի խնդիրը առաջնայինն է եղել եւ որ նա նաեւ 37-ի զոհը դարձավ այդ մեղադրանքներից մեկն էլ հենց այդ էր, չէ՞, նացիոնալիզմ, որ ձևակերպումը կար, այլ կերպ հնչում էր հայրենիքի նկատմամբ մեծ սեր, որը չի ներվում, հա, այնպես որ Չարենց ու հայրենիքի այդ կապը երբևէ նույնիսկ չի թույլատրել խզվելու մասին խոսք անգամ չի կարող լինի։ Մենք երբ թերթում ենք նրա այդ կենսագրության էջերը, տեսնում ենք, որ հատկապես 30-ականներին բանը բազմաթիվ այդպես փակ եւ բաց բանավեճերի է մասնակցել, պաշտպանելով իր երկրի շահը, այնտեղ բանավիճում էր, ինչու Թիֆլիսի բյուջեն այսքան պիտի լինի Վրաստանին, իսկ Հայաստանինը ոչ, ինչու այս երկաթուղին, որ պիտի գար Հայաստանով անցներ, հանկարծ շրջանցում է Հայաստանը, ինչու մեր ցեմենտի պաշարները գնում են դուրս, իսկ Հայաստանում շինարարությունը կանգ է առնում դրա պատճառով անընդհատ մտահոգված էր, որ ամեն ինչը ծառայեցվի իր երկրին, իր ժողովրդին, իր հայրենիքի տնտեսությանը, մշակույթին եւ այլն, այդ վեճերը ի վերջո պիտի իր համար դառնային։ Իսկ ինքը էությամբ հավատաս էր, թե երբեմն լինում են հուսահատության պահեր այդ ամենի մեջ, որովհետեւ երևի թե չէր կարող չլեր այդ իրավիճակում։ Անկասկած հուսահատության ժամեր ունեցել է, դրանք նաեւ արտահայտվել են իր ստեղծագործության մեջ, ասենք Չարենցի կյանքում շատ մեծ հարված էր եւ Միասնիկյանի զոհվելը, եւ Խանջյանի սպանությունը, եւ հետագայում իր ընկերներին ձերբակալելը, հալածելը եւ այլն, ամեն ինչը անպայման հետքեր թողնում։ Իր կնոջ ողբերգական մահը իր համար հուսահատության, ինքը հետագայում բանտում ուղիղ տանը պիտի բանաստեղծությունների շարք գրի եւ նաեւ հատուցում անունով պոեմ, որտեղ այդ հուսահատության շեշտերը շատ ավելի խորն էին ու նրան զգուշացնում են այդ մասին, որ այսպիսի գործեր երևի լավ չի հիմա հրապարակել ու ինքը այրում է այդ գործերը եւ այդ պոեմը եւ այդ բանաստեղծությունը կրակի է մատնում։ Շատ են եղել։ Իսկ Չարենցի անտիպ ստեղծագործությունը հիմա այսպես ամբողջական նայենք, քանի տոկոս են կազմում իր ամբողջ ստեղծագործության։ Կարող ենք ասել այդպեսի մոտավոր տվյալներ։ Մոտավոր կդժվարանա որևէ բան ասել, բայց համաձայն այն վկայությունների, որոնք կան, բավականին մեծ ծավալ են կազմում, բավականին մեծ այնտեղ խոսում են տասնյակ թղթապանակների մասին, որոնք տարել են ու հետագայում ոչնչացվել է։ Ճիշտ է, հաջողվեց Իզաբելային կնոջը եւ Ռեգինային փրկել, չէ՞, նրա ժառանգության մի հատվածը, բայց նաեւ հաշվի առնենք, որ այդ փրկվածների մի ստվար զանգված ուղակի մոխրացել էր ու անհնար էր վերականգնել։ Ու բացի այդ հիմա էլ այստեղից այնտեղից հայտնվում են գործեր, որոնց մասին մենք նույնիսկ չենք էլ իմացել դրանց գոյության մասին։ Ձեռագրեր են հայտնվում եւ հուսամ, որ այդ process-ը դեռևս կանգ չի առնի ու էլի շատ նոր բաներ կիմանանք Չարենցի մասին։ Այսինքն դրանք տպագրության կպատրաստվեն։ Անպայման դրանք կհրապարակվեն։ Հետաքրքիր է։ Պարոն Չարախչյան, ինչ Դերևս Չարենցի ստեղծագործությունների տակ ինչ որ պատմություններ կան, ոչ միայն ինչ որ պատկերացումներ, զգացումներ, այլ պատմություններ։ Ամենակարկառուն օրինակը, որի տակ ինչ որ պատմություն կա իր ստեղծագործություններից, որն է։ Գիտեք, Չարենցի երբևէ չի թաքցրել այդ ոչ նախատիպերին, ոչ արժառիթները, տեսեք նրա բանաստեղծական շարքերը, եթե նայեք, կոնկրետ մարդկանց անուններով են, չէ՞։ Արմենուհի Տիգրանյանին, Ռիչի Դոստյանին, Լելիին եւ Գոնդաղչյանին, հա, Աստրիկ Գոնդաղչյանին նվիրված է դա առաջին գրքույկը եւ մյուսները բոլորի առումներով դեպքերում հիշատակում է ասում է, այս հա նախապատը, այսպեսին է, այստեղից է զգացմունքները, սապրումները եւ այլն, բայց հենց իր հաճարի ամբողջ դրա մեջ էր, որ ինքը կարողանում էր անհատական ապրումները ընդհանրացման բերել ու այդ զգացմունքները դարձնել բոլորին, չպահել միայն իրենը, չդառնալ այդպես ինչ-որ մասնավոր դրվագել իր կյանքից վերցրած։ Ուզում եմ փոքր Չարենցի կանանց մասին խոսենք, որովհետև իրենք շատ մեծ դեր ունեն իր կյանքում եւ ստեղծագործություններ կան բազմաթիվ, որոնք նվիրված են իր տարբեր սերերին կամ կա տարբեր կանանց, բայց Նավզիկեն երբ կարդում ես, թվում է թե ամեն դեպքում ինքը չգտավ այն իդեալական կնոջը ըստ էության, որտեղ դա տողեր կան, չէ՞։ Որոնող են էություններ, պրպտող էություններ, չհագեցող էություններ, ասել թե ինչ որ մեկի ներկայությունն իր կյանքում արդեն լիովին բավարարում էր տալիս իր ցանկություններին, իր պատկերացումներին, իրազներին, այդպեսին չէր եւ հենց իր այդ խառնվածքի, այդ հախորոն խառնվածքի պատճառներից մեկն էլ նաեւ այդ էր, որ երբեք եղածով չէր հագենում, միշտ ձգտում էր շատ
ավելին ուրիշ նոր տպավորություններ տեսեք ինքը նույնիսկ իր ընկերների հետ զրուցելուց երբեմն անկեղծացման այդպես բռնկումներ է ունեցել ու ասել է գիտեք երբեմն այդ կանայք որոնք իմ կյանքում հայտնվում են նրանք ուղղակի իմ համար ներշնչանքի աղբյուրներ են ավելի շատ նրանց ներկայությունը ինձ մղում է դեպի թուղթը դեպի գրիչը եւ նոր գործեր են ի հայտ գալիս մի կողմից մտածում ես որ Չակերտավոր ասած Չարենցը օգտագործում է մարդկանց, չէ՞, մյուս կողմից երբ նայում ես թե ինչի համար է օգտագործում, հա, ինչ որ կերպ արդարացում։ Իսկ այդ գրակոցի պատմությունը, որ տարբեր կերպ է պատմում, իրականում դա ինչպես է եղել եւ ում հետ է եղել։ Հա, անկեղծած մի ամբողջ վեպ ունեմ դրա մասին։ Չարենցի գրակոցը, դե հայտնի պատմություն է Մարիաննա Այվազյանին ուսանողուհի էր երաժշտության մասնագետ Չարենցը հրապուրվել էր նրանով այդպես հետապնդում էր հետո մերժում է ստանում վիրավորվում է տղամարդկային ինքնասիրությունը եւ վրեժ լուծելու համար գրակոցներ է արձակում բարեբախտաբար այդ գրակոցները առանձնապես վտանգավոր չէին Մարիաննայի կյանքի համար մեկը վրիպում էին մյուսը թեթև վիրավորում է բայց արարքը դատապարտելի էր այն ժամանակ նրան մեղադրանք են ներկայացնում 7 տարվա ազատազրկման, բայց հետագա իրադարձությունները հանգեցնում են նրան, որ հոգեկան աշխարհը մեծ ցնցումներից Չարենցը ծանր ապրումներ էր տանում եւ հենց այդ դեպքի հետ կապված ոչ միայն այդ կնոջ մահն էր նաեւ հենց այդ օրերին մի քանի ամիս հետո կինը պիտի մահանար նույնիսկ հոգեբուժներ են հավաքվում սկսում են հետ զննել Չարենցին բան առաջարկում են Չարենցին ուղարկել խորհրդային միության հոգեբուժարաններից մեկը պատժից խուսափելու համար թե իրոք այն չէ իրոք այդպեսին էր որովհետև բարեբախտաբար պահպանվել է այդ բժշկական տեղեկանքը այդ զրույցները եզրահանգումները մի քանի մասնագետների եւ այլն ու իսկապես տեսնում ես որ այս մարդը հետո այնտեղ դեպքեր կան արարքներ կան այդ օրերին օրինակ կնոջ մահվան հետ կապված Չարենցին մեկ շաբաթով ազատում են բանտից, որպեսզի եւ այդ թաղմանարարողությանը մասնակցի եւ մի փոքր շունչ առնի։ Այստեղ է լինում թաղումը, թե Մոսկվայում։ Չէ, Երևանում է եղել թաղումը Նալբանդյան 21 հասցեի մեր Չարենցյան ժամանակ ապրում, այնտեղից Արփենիկը թաղված էր այնտեղ, որտեղ հիմա Պանթեոնն է մեր Մլերի գերեզմանատունը, եթե դուք գնաք, այնտեղ Շուշանի Կուրղինյանի գերեզմանակարը կա, չէ՞, ըստ վկայությունների հենց այդ քարի շատ մոտ, այդպես։ Ուղղակի 30-ականների երկրորդ կեսին, երբ որ որոշում կայացվեց, որ Մլերի գերեզմանատունը պիտի վերացվի ու հարազատներին այդպես կոչ էին անում գալ, տանել այդ շիրիմները, իսկ Չարենցյան ժամանակ այլևս չկար, Արփենիկի գերեզմանը անհետացավ, կորավ, հետագայում որոնումներ են եղել եւ Չարենցասերները եւ Արփենիկի հարազատները փորձել են գտնել տեղը, բայց պես էլ չի հաջողվել։ Եվս մի պատմություն կա, որի մասին ուզում էի խոսենք, երբ որ Չարենցին լքում են համարյա ամուսնությունից մի փոքր առաջ, այդ պատմությունը ինչպես է, այդ պատմությունը խոսքը այդ լեհ դերասանուհու մասին է, հա։ Համաձայն այդ պատմության 30 թվականին Ամոբեկ Նազարյանը մի ֆիլմում նկարահանվելու համար դերասանուհիներ հրավիրում Հայաստան, նրանց թվում էր նաև այդ երիտասարդ աղջիկը 18 տարեկան ըստ վկայությունների իսկապես բավականին գեղեցիկ Չարենցը հրապուրվում է ասում են թե իբր թե աղջկան այսպես բանտարկված պահում էր հյուրանոցի համարում թույլ չէր տալիս ներս ու դուրս անել ու նույնիսկ պատրաստվում է ամուսնանալ նրա հետ հարսանիքի այդ նախապատրաստությունը կատարվում է այսօրվա Երևան հյուրանոցի օվալաձև սրահում հյուրեր են հրավիրվում եւ այլն ու վերջին պահին պարզվում է որ աղջիկը հաջողվել է փախնել այնտեղից նստել գնացք ու հեռանալ Հայաստանից ասում են որ Չարենցը առանձնապես չի տխրել Այդ փաստից արդեն ինչ ստեղծագործություն դրան չի աջակցել։ Ասել է որ հա խնջույքը մնում է ուժի մեջ։ Հա շարունակել հա այդպես հա որ զարմանալի է որ որևէ դեպքում ինքը առանձնապես այդ կնոջ մասին որևէ հիշատակում չի թողել որևէ տեղ որևէ բան չի խոսել։
Երբ իր կենսագրությունը կարդում ես, այնպեսի տպավորություն է, որ ամենա ոչ թե չգնահատված չասեմ, այլ քիչ հիշատակվողը թերևս Իզաբելլան է, որ իրականում մեծ գործ է արել։ Տեսեք, շատ հետաքրքիր բան եք ասում, ինչի համար, որովհետև հենց այս օրերին մենք մի աշխատանք ենք տանում, նախնական փուլում է, պատրաստվում ենք Իզաբելլային կերպարը ներկայացնել, հավանաբար դա ժողովածուի տեսքով լույս կտեսնի, եթե ամեն ինչը լավ գնա, ու այնտեղ շատ բաներ կիմանանք Իզաբելլայի մասին եւ իր անձնական կյանքի մասին եւ Չարենցի հետ ընտանեկան մթնոլորտի մասին, հա, եւ ինձ համար Իզաբելլան իրոք հերոսական կին է, որովհետեւ գիտեք 30-ականներին այսպիսի մի վատ ավանդույթ կար, թերթեք մեր գրողների կենսագրությունները, հատկապես բռնադատվածների, եւ կտեսնեք, որ բոլորի կանայք հրաժարվում էին իրենց ամուսիններից։ Հենց ձերբակալում էին ամուսնուն, կանայք հրաժարվում էին իրենց ամուսիններից։ Շատ քչերը։ Որպես իրենց նույն ճակատագիրը։ Հավանաբար, ամենայն դեպս հետո չէին էլ միավորվում։ Այնպես չէր, որ նրանց վերադարձից հետո ընտանիքը նորից վերակազմավորվում էր։ Չարենցի կինը եւ էլի մի քանի կանայք այդ խաչը կրեցին մինչև վերջ։ Նրանք ոչ միայն երբ իրենց ամուսինները բանտում էին, ամեն ինչ անում էին ամուսիններին օգնելու, աջակցելու, ինչ որ կերպ ազատելու համար, նաև շատ լավ իմանալով, որ իրենք էլ են մեղադրվելու, որտեղ այն ժամանակ այդպիսի հոդված կար, չէ, ժողովրդի թշնամու ընտանիքի անդամը մեղադրվում էր իմանալ չհայտնելու մեջ։ Այսինքն դու տեղյակ ես այդ ամեն ինչի, որ քո ամուսինը բան է, մեղավոր է, բայց իշխանություններին այդ մասին չես հայտնել։ Ու Չարենցից մի քանի ամիս անց պիտի Իզաբելլային ձերբակալեին։ Մահվանից մի քանի։ Ինքը չգիտեր, որ ամուսինը մահացել է։ Պիտի ձերբակալեին Իզաբելլային ու պիտի աքսորվեր հեռավոր Կալմիկիա ու իր Այնտեղ մահանալ։ Չէ, հետագայում գալիս է, նույնիսկ հանդիպում է աղջիկների հետ, մահացել է Երևանում Քաղցկեղից։ Նույնիսկ այդ օրերի իշխանությունները արդեն նույնիսկ բնակարան էին հատկացրել իրեն ու ինքը կարող էր Երևանում ապրել, ուղղակի առողջությունն այլևս այն չէր։ Պարոն Չարխչյան, վերադառնալով Չարենցի ստեղծագործությանը, որքանով է Չարենցը ճանաչելի եւ ընդունելի դրսում, ես կարդացի, որ նույնիսկ Մայակովսկին իր մասին բավական հետաքրքիր բան ունի գրված, որ իր մոտ ավելի լավ է ստացվել, քան իր մոտ, ես չգիտեմ, դա ճիշտ է հիմքեր ունի, պնդելու, որ նա իրոք է ծառայություն։ Մայակովսկու վերաբերմունքը Չարենցի մասին մի քանի դրվագներով հիշատակվում է տարբեր հեղինակների մոտ, ու ինչն է զարմանալի, որ դրանք շատ տարբեր են իրարից։ Մի դեպքում ասում են, որ Մայակովսկին հիացած էր Չարենցով եւ նույնիսկ հայերեն կարողանում էր հայերենը արտասանել Չարենցի գործերից։ Երևանում եղել է կարծում Հայաստանում Մայակովսկին։ Ինքը Թիֆլիսում էր ծնվել, Վրաստանում է ծնվել Մայակովսկին, այդ միջավայրից կարող էր եւ լեզուն իմանալ։ Այլ տեղերում ասում են, որ այսպես ասեցինք Չարենցի մասին, ասաց, հա, այդպես լսել եմ, որ այդպեսի մեկը կա, բայց առանձնապես չգիտեմ, այնպես շատ դժվար է կողմնորոշել, թե որն է դրանից ավելի մոտ իրականացրել։ Բայց այդ ասերին ձենից լավ է ստացվում, որ դա մի քիչ փոխարենը Չարենցը երբեք չի թաքցրել իր հիասմունքը Մայակովսկու նկատմամբ եւ թարգմանել է նրա գործերից եւ երիտասարդ գրողներին հատկապես միշտ խորհուրդ է տվել հետևել Մայակովսկու օրինակին, կարդալ, Մայակովսկու ինքնասպանությունը շատ ծանր է տարել եւ այդ առիթով Մերկուրովից քանդակագործ վերցրել է Մայակովսկու մահվան դիմաքանդակը ու այդ արձանը միշտ եղել է իր տանը այդպես դաշնամուրի վրա դրված ուղղակի մի անգամ Իզաբելլան կինը Չարենցին ասում է գիտես Չարենցի ես վախենում եմ այս մահացած դիմակից ու Չարենցն ասում է խելար բան չի շուտ չես ասում ու արձանը վերցնում է նվիրում է գրականության արվեստի թանգարանին որտեղ էլ մինչև հիմա գտնվում է Ուզում եմ անդրադառնանք նաև Չարենցի մահվան հանգամանքին, նաև ոչ թե մահվան, այլ գերեզման ունենալ չունենալու։ Գիտեմ, որ Չարենցի գերեզմանը գտել են, այսինքն որտեղ է ինքը թաղված, բայց որպես այդպիսին գերեզման ըստ էության պոետը չունի։ Դուք դա բացատրեցիք ընտանիքի անդամների տեսակետով, դիրքորոշումով, որ իրենք կարծես ուզում են, որ
այդպես չարի, չգիտեմ, պատճառները թերևս անհասկանալի են, որովհետև մեծ պոետը կարծում եմ պետք է ունենա գերեզման։ Այնքը թաղված է, բայց ըստ էության գերեզման չունի պաշտոնը։ Գրեթե բոլորն են կիսում այդ տեսակետը, որ ի վերջո քրիստոնյա է, ամոթալի բան է, որ մեր մեծագույն գրողի եւ մի բան էլ ախր ինքը արդեն հայ ժողովրդին է, մենակ իր ընտանիքին։ Իհարկե, բայց ցավոք հանգամանքներն իսկապես այդպես դասավորվեցին 1980-ականների կեսերին մի մարդ Հրազդան քաղաքից Լյուդվիգ անունով հրապարակավ հերթատեսությամբ հայտարարեց, որ ինքն է թաղել Չարենցին եւ կարող է քրիստալ տեղը, հա։ Հետագայում իսկապես նրա այդ մատնանշած տեղում մարդկային մասունքներ գտնվեցին, ոսկորներ, որոնք մեր ակադեմիայի մասնագետները, ոսկրաբանները ուսումնասիրեցին եւ փաստեցին, որ այո, սա 40 տարեկան տղամարդու մարմին է։ Բայց նույնիսկ նույնականացնել դրանթը տեստեր են հիմա անում, թե կան ընտանիքի անդամները։ Շատ անգամներ ուղղակի խնդրել ենք այդ գենետիկ բանը անցկացնել, բայց քանի որ հարազատները դեմ էին, իրենք մասնակցություն չունեցան այդ process-ին եւ այդ խնդիրը այդպես էլ բաց մնաց։ Ես վերջին անգամ երբ հետաքրվեցի որտեղ են հիմա այդ մասունքները, ինձ այսպես թռուցիկ ասացին, գտնվում է մի մասնավոր անձի տան նկուղում, այսպես պարկի մեջ, այդպես պահվում է։ Հիմա արդյոք նորից այնտեղ է ով է այդ մասնավոր անձը, պահպանվել են դրանք, թե չէ, ես գաղափար չունեմ։ Բայց ամեն դեպքում շատ ցավալի է, որ վերաբերմունքը հատկապես այդպիսին էր։ Հետաքրքիր է, որ էլի կարդում է Չարենցի կյանքը, իր գործը, իր ստեղծագործություններ եւ մասշտաբը իր ստեղծագործության, ըստ էության դա հանճարի հետ գործ ունենք։ Զարմանալի է, որ մինչեւ այժմ չկա Չարենցի մասին ֆիլմ, գեղարվեստական ֆիլմ նկատի ունեմ, որ իր ամբողջական կյանքը ստեղծագործությունը կներկայացնի, որ իսկապես գեղարվեստական արժեք կունենա ինքը ֆիլմը նկատի ունեմ։ Գիտեք, պատճառները մի քանիսն են, նախ մեր կինոմատոգրաֆիան, մեր ռեժիսորները շատ զգուշությամբ են վերաբերվում այդ թեմատիկային, ինչի համար, որովհետև հասարակության մեջ կա արդեն որոշակի պատկերացում կերպարի մասին, չէ, այսպես ասած, նույնիսկ կաղապարված եւ էկրանի վրա դրա անդրադարձը շատ խոցելի է, չէ, մարդկանց ոմանց դուր է գալիս, ոմանց դուր չի գալիս, ոմանք ասում են հաջող չի ընտրված դերասանը, խաղը բնական չի համապատասխանում իրականության, նրանք անդադ այդ կարգի թեմաներից այդպես մի պահ անցյալ տարի խոսակցություն գնաց նկարահանել ֆիլմ Չարենցի մասին, հուսամ, որ ինչ որ պահի դա կդառնա իրականություն, անկեղծ ասած դուք ուզեք ներգրավել։ Ես չեմ ուզում հիմա փակագծեր բացել, որովհետև դա իմ գաղտնիքը չի, այսպես ասած, հա, կոմերցիոն բանը։ Ուղղակի ուզում եմ ասել, որ կա հնարավորություն, որ դա իրականացվի։ Ես միայն ուրախ կլինեմ, եթե այդ բանը։ Կարծում դրա անհրաժեշտությունն էլ կա, մանավանդ որ ինչ-որ հարցեր կան, որոնց շուրջ ինչ-որ միֆեր են նույնիսկ հորինվել, օրինակ միֆ չէ, բայց օրինակ Չարենցի այդ թմրանյութ օգտագործելու պահը դա նախապատմություն ունի, այնպես Իհարկե։ Այդ նախապատմությունը կուզեի ներկայացնեիք, որպեսզի քննադատություններից։ Նախապատմությունը այսպիսին է 20-ականների երկրորդ կեսին Չարենցը Մոսկվայում վիրահատվում է։ Երիկամի ցավեր ուներ եւ այդպես վիրահատում են այդ օրերի բժշկությունը ցավազրկող իբրև այդպեսին օգտագործել է մորֆին եւ բնականաբար որպեսզի մեղմեն այդ ցավերը սրսկումներ են արել Չարենցին հետագայում երբ նա վերադարձել է Երևան բժիշկները շարունակել են այդ նշանակում այսինքն Չարենցը կարող էր գնալ որևէ դեղատուն բժշկի թույլտվությամբ ստանալ որոշակի չափականակ բանն, բայց մենք գիտենք, որ այդ թմրանյութ կոչվածը կախվածություն է առաջացնում եւ օրգանիզմը սկսում է անընդհատ դրա պահանջը ունենալ։ Հետագայում այդ հիվանդությանը Չարենցի մոտ ավելացան եւս մի քանի հիվանդություններ, հյուսվում էր օրգանիզմը, դա արձանագրել ու փաստել են այն ժամանակների լավագույն բժիշկները եւ նրանք էլ հասկանում էին, որ այո, այս սպանում է Չարենցին էս դեղամիջոցը, բայց չկա այլ տարբերակ։ Եվ պատահական չի, որ 30-ականների Աղասի Խանջյանը մտահոգված Չարենցի առողջությամբ որոշում է Չարենցին անպայման ուղարկել Եվրոպա, որպեսզի նա այնտեղ բուժվի, հա կարողանա այդ բանից հրաժարվել։
ամեն ինչ արդեն գրեթե պատրաստ էր, թղթերը, նույնիսկ կառավարությունը գումար էր հատկացրել, բայց ինչպես ասում են, շաբաթ շուտ եկավ, սպանեցին Աղասի Խանջյանին, հետո եկող իշխանությունները փակեցին այդ թեման եւ այն որ այդ հիվանդ Չարենցին պիտի տանեին բանտ ու այնտեղ նա դրա կարիքը պիտի ունենար ու որևէ մեկը նրան չպիտի տար ոչ դեղորայք, ոչ առավել ևս թմրանյութ եւ դրանից օրգանիզմը պիտի հասներ մինչեւ իր կրիտիկական այդ սահմանին դա արդեն կանխատեսել էր կան վկայություններ օրինակ Իսահակյանի որդին իր հուշերի գրքում ասում է որ Երբ հայտնի բժիշկներից մեկին բերեցին Չարենցին հետազոտելու, ասում այդ բժիշկը թևանցուկ արեց հորս, տարավ այգու խորքու, ասաց գիտես Չարենցին շատ քիչ է մնացել ապրելու։ Նրա օրգանիզմը այնպեսի վիճակում է, որ ամենակիչը 2-3 տարի, ոչ ավելին։ Այսինքն ամեն ինչից անկախ այդ առողջությունը քայքայված էր։ Ոնց Չարենցյան իսկ Չարենցի կյանքի ինչ որ էջ կա, որի մասին դուք կուզեիք պատմել, եւ որը իրեն շատ է բնորոշում եւ դրա համար եմ ուզում ներկայացնել։ Ոայ, այսպայն դժվարանում եմ այդպես ինչ որ առանձնահատուկ բան հիշել, այն ինչ որ ինձ շատ էր դուր գալիս դրանց մասին գրել եմ սովորաբար։ Ինձ հիմա շատ մտահոգում է, ոչ թե մտահոգում է, այդ ձեր ասած սպիտակ էջերը, որ դեռ կան։ Այո, դա այնտեղ շատ հետաքրքիր բաներ կան։ Կան ակնարկներ, այսպես թեթև նախապատմություններ, որոնք ավարտ չեն ունենում ու փորձում եմ գտնել դրանց թելը, հասկանալ թե ինչ է կատարվել այս դրվագում իր հետ, ինչպես է բանալել, տեսեք օրինակ այդպիսի հիշատակումներ կան, որտեղ պատմում են այն մասին, որ Չարենցը մի քանի ամիս ապրել է Գյումրիում։ Իր կենսագրության մեջ չկա այդպիսի որևէ հիշատակում, բայց կան հուշագրեր մարդիկ, որոնք պատմում են այդ մասին, այնտեղ ու բավական հետաքրքիր բաներ են ասում կապված այդ շրջանի հետ։ Այ ես կուզեի հատկապես դա իմանալ, ինչ հանգամանքներ մեն է հայտնվել Գյումրիում, իսկապես ապրել է այնտեղ, թե չէ, հետո ինչու է նորից լքել այդ քաղաքը, էլի այդպիսի բազմաթիվ դրվագներ կան, ասենք գիտեմ, որ Բաթումիում է եղել մի կարճ հատված։ Իր ընկերների հետ կապված ինչ որ պատմություններ կամ դրվագներ կան, ինքը իրենց աջակցությունը զգում էր այդ դժվար պահերին։ Չարենցը հավանաբար ամենամենակներ մտերիմ ընկերների մի մաս արդեն բանտերում էին, մյուսները ուղղակի հրաժարվում էին շփվել իր հետ վտանգից եւ այլն խուսափելու համար։ Հա, կամ այսպեսի զարմանալի պատմություն, ես դրանից իրոք շատ բան այսպես ցնցումների մեջ եղա, որը ցույց է տալիս Չարենցի մենակության աստիճանը այդ 30-ականներին։ Ասում են Չարենցի տան մոտակայքում մի փոքրիկ կրպակ կար, որտեղ ծխախոտ էին վաճառում եւ այդ կրպակայքում աշխատող մարդը Տիգրան է եղել անունը։ Ու ասում են Չարենցը մի անգամ մոտեցել է Տիգրանին ու ասել է Տիգրան, եթե ես իմ ձեռագրերը տամ, դու կտանես, ինչ որտեղ թաքցնես, պահես, որովհետեւ վախենում եմ, որ դրանք կոչնչանան ու ես մտածում եի, պատկերացրեք, մարդն ինչքան մենակ լինի, որ իր ստեղծագործությունների ճակատագիրը վստահի պատահական կրպակում աշխատող ինչ որ Տիգրանի, չէ, որ ոչ իր ընկերն է, ոչ ազգակցական կապ ունի իր հետ, ոչ որևէ կերպ առնչվում է գրականությանը, ուրեմն չի տեսել շրջապատում ուրիշ մեկին, չի տեսել երկրորդ վստահելի մարդուն, չէ, ու ինչ որ մի Տիգրանի հետ է իր հույսը կապել էլի, այսպես։ Պարոն Չարենցյան, ձեր կարծիքով հանճարների մարդկային կերպար, ասենք նրանք բարի են, չար են, ինչպիսին են, ձեր կարծիքով կարևոր է եւ կարող է չար մարդը լինել իսկապես հանճար։ Հա, կամ պատմության մեջ այդպիսի դրվագներ, ցավոք, այդպես է, բայց գիտեք ինչ, վերաբերմունքի մոտեցման խնդիր գոյություն ունի։ Մենք սովորաբար ինչպես ենք, հավասանակ մարդկանացուներս մարդկանց դատում ենք մեր պատկերացումների չափով, մեր իմացության չափով, չէ, մեր ընկալումների չափով, մոռանալով, որ առնչվում ենք հանճարի հետ։ Նրա մոտ չի կարող ամեն ինչը լինել այնպես, ինչպես մեր մոտ է։ Նրա մոտ անկասկած տարբեր է այդ ամեն ինչը, անբնական է այդ ամեն ինչը։ Որ պահին մենք գիտակցենք, որ այն բոլոր քայլերը, որ կատարել է այս մարդը, այդ քայլերը բնորոշ են հանճարներին, կամ ինքը իր տեսանկյունից դա համարել է բնական նորմալ, գուցե ընկալման մեջ ավելի
հեշտ լինի, բայց ես շատ անգամներ եմ լսել, ինչու է Չարենցը այս ինչ բանն արել կամ Սևակն այն ինչ բանն արել կամ Բակունցն այն ինչ բան արել եւ այլն, մոռանալով թե ում մասին են խոսում էլի, ասում մենք։ Բայց արդյոք դա ինչ-որ բնավորության գծեր չէին, որովհետեւ ամեն դեպքում իրենք բոլորը իրենց տեսակով հումանիստներ էին։ Եթե չլինես հումանիստ, երևի թե այդպեսի տիեզերական մասշտաբի ստեղծագործություն չկար։ Անկասկած մեծ մարդասերներ են եղել, ուղղակի մարդասիրության իրենց պատկերացումների շրջանակում յուրաքանչյուր այդ հեղինակներից ցանկացածին վերցրեք։ Տեսեք օրինակ մենք ասենք խոսում ենք Թումանյանի մասին, չէ, որը այդ ցեղասպանության շրջանում գնաց Էջմիածին, չէ, այնտեղ որբերի տեր կանգնեց եւ այլն, հա։ Բայց օրինակ շատ քիչ գիտենք այն մասին, որ նա որոշ որբերի բերել է իր տուն ու մի տարուց ավել պահել է։ Հենց իր տան, իր ընտանիքում Թիֆլիսում լուծել է նրանց խնդիրները, այդպես մեկին կրթության է տվել, մյուսին մանկատանն է տեղավորել եւ այլն, չէ՞։ Այս արդեն մարդասիրության ծայրագեղ դրսևորում է, բարձրագույն դրսևորում է, հեշտ է, այսինքն հեշտ չի իհարկե, բայց այդպես գոնե համեմատաբար հոգ տանել հազարների մասին, բայց մեկ մարդու մասին այդ արդեն լրիվ ուրիշ է, մեկին այո բերել հենց ուղղակի տանը պահել, այդ արդեն բոլորովին ուրիշ խնդիր է։ Նման պատմություններ կան նաև Բաքունցի հետ կապված, որ փողոցում տեսել եմ մուրացիկ երեխաների ու բերել է ու օգտագործելով իր կապերը փորձել է նրանց համար կենսագրություն ապահովել, կյանք ապահովել, աշխատանք ապահովել։ Այն մարդը իր համար կարող էր անցնել ուղղակի գնալ, չէ։ Ինչքան շատ են եղել ցեղասպանությունից հետո հենց Երևանի փողոցներում։ Իհարկե, ամբողջ փողոցները լցված էին եւ գաղթականներով, եւ մուրացկաններով, եւ որբերով, 100,000-ավոր որբեր են Հայաստանում մեկ եղել այդ ամեն բոլորին պահել, կերակրել, հասցնել որոշակի տարիքի շատ դժվար եղել առանց այդ հատկապես այդ աղքատիկ երկրում, որը Չրջանուի Հայաստանն էր։ Պարոն Չարաչյան, ձեր կարծիքով Չարենցը հայկական ինքնագիտակցության, հայի ինքնագիտակցության մաս կազմում է այսօր, որովհետև ինքնագիտակցությունը ըստ էության մշակույթն է ձևավորում եւ այդ մշակույթի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Տեսեք, երբ ժողովուրդը նեղն է ընկնում, հենց նեղն է ընկնում, հիշում է իրենց մեծ գրողներին, չէ, հղում է անում նրանց խոսքերին, փորձում է առաջնորդվել նրանցով, հենց լավ է մի փոքր մոռանում է, որ այդպեսի բան կան ու վերջին շրջանում, եթե հետևել եք, կտեսնեք, որ շատ են հիշում Չարենցին, շատ են ցիտում Չարենցի, շատ են մեջ բերում։ Իսկ այն տողը որպես անհաս փառքի ճամփա է մասի սարն եմ սիրում, հա, Արարատի նկատմամբ վերաբերմունքը այդ հազարամյակների համար է։ Բոլոր պոետների մոտ համարել։ Իհարկե, երկիրը պիտի ունենա իր պատմությունը, պիտի ունենա իր նախասկիզբը, պիտի ունենա ոգեղենեն հենասյունները, որի վրա կառուցվում կանգնում է, չի կարելի այդպես գնալ ու այդպես հարվածել դրանց, մտածելով, որ այդ ամեն ինչը անհետևանք չի լինելու։ Եվ ինձ հիմա շատ է մտահոգում եւ եկող սերունդը, որ գալու է ժառանգելու այդ ամեն ինչ, ինչ իրեն ժառանգություն են թողել, եւ ներկա սերնդի մտածողության մեջ նշмарվող են աղճատումները, որոնք տեսանելի են, շատ տեսանելի են։ Ես երբեմն զարմացած եմ, երբեմն հիասթափված եմ, երբեմն զայրացած եմ, որ հանդիպում եմ նման երևույթների ու փորձում եմ հասկանալ որտեղից է ամեն ինչը գալիս։ Քանի որ մենք այդ Ջրջանի մասին խոսեցինք, մի պատմություն անեմ։ 1950-ականներին, երբ Ստալինը մահացավ, բռնադատվածների մի մասը վերադարձան, չէ, եւ սկսվեց այդ արդարացման գործընթացը, երբ վերանայում էին մարդկանց գործերը, նրանց արդարացնում էին հետմահու կամ այդ դատապարտումից հետո, դրան զուգահեռ նաեւ սկսեցին դատեր եւ դատում էին այն մարդկանց, ովքեր այդ նախճիրի, այդ ոճիրի հեղինակներն էին, որոնք այդ գնդակահարումներն էին կազմակերպել, ովքեր այդ ձերբակալումներն էին կազմակերպել, եւ ահա Թիֆլիսում դատավարություններից մեկի ժամանակ դատում են ՆԿՎԴ-ի բարձրաստիճան մի պաշտոնյայի, թվարկում են բոլոր իր մեղքերը եւ այլն, ու վերջի խոսքը իրավունք են տալիս։ Եվ այս մարդը հետեւյալն է ասում է, այո, ես մեծ մեղքեր եմ գործել, ինձ պետք է գնդակահարել։ Ես իրոք համաձայն եմ այդ մեղադրանքի, բայց
ինչպես եք դուք վարվելու այն 2 միլիոն դանոս գրողների հետ։ Ինչ եք անելու, չէ՞։ Այո, շատ են եղել իսկապես։ Հա, այսինքն խնդիրը միայն այն իրագործողներին է չի։ Խնդիրը հասարակությանն է, որ հաշտաշկով այդ ամեն ինչին նայել։ Ու մասնակցել է։ Ու մասնակից եղել այո, այդ ամեն ինչին։ Ու հիմա, երբ ես երբեմն տեսնում եմ իրավիճակներ, որտեղ հասարակության իստվար զանգած մասնակից է մի բանի, որին չի կարելի մասնակից լինել, ես շատ եմ վախենում։ Շատ եմ վախենում մեր երկրի ապագայի համար։ Ձեր անավարտ երկիր գիրքը դրան է վերաբերում։ Հա, երկիր անավարտ վեպը ես գրեցի հատկապես այդ բանով փորձելով գոնե մի քիչ մարդկանց սթափեցնել, պատմել են մասին, թե ինչ է լինում, երբ դու ուղղակի ապրում ես ու քեզ թվում է թե դու ոչինչով մասնակից չես, բայց հետո պարզվում է որ դու շատ լավ էլ մասնակից ես այդ ամեն ինչին ու քո ձեռքերը այդքան էլ մաքուր չեն, ինչքան քեզ թվում է։ Եվ համակերպմամբ, եւ լռությամբ, եւ այդպես շրջանցելով, կույր ձևանալով, խուլ ձևանալով, այդ հասարակության ամենավատ հատվածը։ Եվ ամեն այդ անավարտության զգացումը կարծում եմ բոլորիս մոտ կա։ Թվում է թե ինչ-որ բան է սկսում կառուցել, մեկ էլ ոչինչ չավարտված նորից փլզվում է ու նորից սկսում է մարդը պիտի տեսնի վաղվա օրը։ Մարդը պիտի տեսնի վաղվա օրը։ Այդ կոչվում է ապահովություն։ Երբ մարդը առավոտ արթնանում է, պիտի իր համար գծագրվի վաղվա օրը։ Իմանա թե ուր է գնում, ինչ նպատակի է գնում, վստահ լինի, որ ինքը կարող է այդ քայլերը անել։ Երբ դու զարթնում ես անորոշության մեջ, երբ դու զարթնում ես տագնապների մեջ, երբ չգիտես թե հաջորդ վայրկյանին ինչ կարող է կատարվել, չէ՞։ Դա բերում է մի մեծ խորը ճգնաժամի, որը անհետևանք չի կարող լինել, ուղղակի չի կարող լինել անհետևանք։ Անպայման ինչ որտեղ իր արձագանքը ունենալու է։ Դուք հետաքրքիր բան եք գրել նաև հայ գյուղացու մասին, որ ինքը կարծես կղզիացած ապրի եւ մենակության մեջ իր խնդիրներով, իր ամեն ինչով։ Եվ արդյոք դա չի պատճառներից մեկը, որ հիմա էլի սկսել են լքել Հայաստանը։ Լավ ուրիշ չի, որ այդպես են, երբեք ցանկացած որևէ վատ բան, լավ ուրիշ չի։ Հանգամանքների, իրավիճակները, տրամադրությունները ծնունդ են տալիս այդ կարգի։ Մարդը երբ զգում է, որ ինքը անուշ է, իր ուժերը բավարար չեն, ինչ-որ բանին է, երբ փախվում է իր մեջ, փակվում է, կղզիանում է իր մեջ, ու այնպես չի, որ ինքը չի ցանկանում փոփոխություններ, այնպես չի, որ ինքը ուղղակի չի տեսնում ճանապարհը, ու դրա համար հասարակությունը մեջ կան, չէ՞, մարդիկ կոչվում են մտավորականներ, կոչվում են քաղաքական գործիչներ, կոչվում են պետական հասարակական գործիչներ, որոնք պիտի ուղղորդեն այդ մարդուն, իսկ երբ որ նա չի գտնում այն մարդուն, ով իրեն ուղղորդում է, չէ՞, իսկ ինքը ի վիճակի չի նախանշելու այդ ճանապարհը, որտեղ մենք չենք կարող բոլորից անխտիր պահանջել առավելագույն դրսևորումներ։ Մարդիկ տարբեր են լինում, բան։ Դիպված մագարտը փակվում է 4 պատի մեջ։ Այլ ելք չի տեսնում։ 3 ամենադժվար լուծելի խնդիրները, որոնք կանգնած են Հայաստանի առջև, ձեր կարծիքով որոնք են։ Միշտ նույն բառը պիտի կրկնեմ 3 դեպքում էլ։ Ոգեղեն արթնացում, ամեն ինչը ներքևից է գալիս։ Ներքևից։ Ես բավականին երկար եմ ապրել, գիտեք, քանի ընտրություններ ու իշխանապողություն եմ տեսել իմ կյանքի ընթացքում, ինձ դրանով չեք զարմացնի։ Բայց ինձ կզարմացնեք հասարակության վերաբերմունքով պիտի փոխվի հասարակության տրամադրությունները։ Մենք անցած օրը այդպես գրողներով զրուցում էինք, արձանագրում ենք այն փաստը, որ այսօր մարդիկ սկսել են շատ ավելի քիչ կարդալ։ Բայց ինչքան գրքեր են հրատարակում։ Գրքերը շատ են, դրա համար եթե դուք նկատել եք, նույնիսկ գրախանութներում արդեն ճահճացում կա։ Գրքերի առատություն եւ քիչ ընթերցողներ։ Հիշում եք այդ Չերչիլի հայտնի պատմությունը, չէ՞, պատերազմի ժամանակ, համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ բերում են տարեկան բյուջեն, որ ստորագրի, ասում են, «Իսկ ուր է մշակույթի տողը», ասում են, «Սեր, պատերազմը ինչ մշակույթ», ասում եմ, «Բայց եթե մշակույթը չկա, ինչի համար ենք պատերազմում մենք», չէ՞։ Այսօր մշակույթի տողն է բացակայում, կարծես։ Հա, մեր մոտ ոչ միայն մշակույթը, էլի շատ տողեր են բացակայում։ Այդ դեպքում ինչի համար ենք այս ամեն ինչը անում ենք, եթե նա չկա, եթե նա բացակայում է։
ումն է պետք է ամեն ինչ որ ուղղակի սնվող հասարակություն, հա, ուտող եւ քնող արտնացող հասարակություն, ինչներիս է պետք։ Համաձայն եմ։ Պարոն Չերաղջյան, վերջում ձեզ մի քանի բլից հարց ունեմ նաև տալու։ Խնդրեմ։ Եթե ձեր կյանքի հիման վրա ֆիլմ նկարահանվեր, ինչ ժանրի ֆիլմ կլիներ։ Վայ, ես չէի ցանկանա, որ իմ կյանքի վրա ֆիլմ նկարահանվեր, բոլորովին չէի ցանկանա։ Ամեն դեպքում։ Սովորաբար այսպես է, չէ՞, դուք տեսնում եք ինչ որ տեսնում եք, իսկ ես գիտեմ ինչ որ ես կամ։ Դե դա էլ ֆիլմում կլիներ։ Այդ արդեն չէր կարող ֆիլմում լինել։ Հասկացա։ Իսկ եթե կյանքը նորից ապրելու հնարավորություն ունենայիք, ինչ որ բան կփոխեիք։ Բացարձակապես ոչ մի բան չէի փոխի, որովհետև չնայած իմ կյանքում շատ մեծ անկումներ, հիասթափություններ, ցավեր եւ այլն եղել, բայց իմ կյանքում նաեւ շատ լուսավոր բաներ կան ու ես կվախենայի, որ հանկարծ այդ լուսավոր բաները կորցնեի, շատ կվախենայի։ Մեր ժողովրդին բնորոշ ամենալավ գիծը եւ ամենալավ գիծը, ամենալավ որ օգնում է եւ ամենավատը որ խանգարում է։ Մեր ժողովուրդը հրաշալի ժողովուրդ է, աննկարագրելի լավն է ինքը, աննկարագրելի։ Ուղղակի որոշ իրավիճակների մեջ իր դրսևորումները այսպես չկշռադատված են, բայց ընդհանուրի մեջ հրաշալի ժողովուրդ է, այնպիսի հատկանիշներ ունի, այնպիսի դրսևորումներ ունի, ուղղակի ապշելու բան է։ Նկատել եք, որ մեր ժողովրդի մոտ հատկապես շատ լավ է գծվում իր նկարագիրը ծայրահեղ իրավիճակներում։ Տվեք մի հատ որևէ ծայրահեղ իրավիճակ եւ այնպիսի բաներ կտեսնեք, ապշելու բաներ։ Հենց լճացում է մոտը, ինքը կարող է նաեւ մի քիչ այսպես վատ տատանումներ ունենալ, հրաշալի ժողովուրդ է, կար ժամանակի մեջ չդատենք մեր ժողովրդի մասին, ընդհանուր պատմության մեջ նայենք, հազարամյակների մեջ նայենք, տեսեք ինչերով է անցել, չէ, պահել է իր կենսունակությունը, իր կենսախնդությունը, իր ինչեր ասեմ, մարդկային լավագույն հատկանիշները։ Բայց ձեր կարծիքով հիմա իրոք Հայաստանի համար վճռորոշ ժամանակներ, ինչպես ասում են քաղաքագետները, դիվանագետները, եւ որ սա այնպիսի շրջան է, որ եթե չկարողանանք պատվով դուրս գալ այս ամենի տակից, կարող է չունենանք պետականություն։ Ամեն ինչ հնարավոր է։ Ես որևէ բան չեմ բացառում։ Ես իհարկե կարող եմ շատերին նման ասել, մեր ժողովրդին ինչի էսպիսի բաներ է հաղթարել եւ այլն, բայց ամեն սերունդ իր պատասխանատվությունն ունի, ամեն ժամանակաշրջան իր գերխնդիրներն ունի եւ այդ սերունդը պարտավոր է այդ խնդիրները լուծել։ Անկախ ամեն ինչից կարող է վատ իրավիճակներ լինեն, կարող է շատ ծանր լինել, հետո ինչ դու ժառանգել ես այդ ամեն ինչը։ Դու անընդհատ խոսում ես քո իրավունքներից, բայց երբեք չես խոսում քո պարտականություններից։ Եկեք մի քիչ խոսենք պարտականություններից, դու որպես երկրի քաղաքացի, որպես հայ մարդ, որպես այս հայրենիքի տերութիրական, ինչ ես պարտավոր անելու եւ արդյոք դու արել ես այդ ամեն ինչը։ Այդ շատ կարևոր բան է։ Ու ես կուզեի, որ հիմա հատկապես այդ շեշտադրումը փոխվեր, պահանջել բոլորից լինել այս երկրի իրոք ազնիվ քաղաքացին, հետևողական քաղաքացին, անկախ ամեն ինչից։ Իհարկե դժվարություններ էլ կլինեն, իհարկե ծանրի։ Բայց ընթացքում էլի կորցրեցինք, Արցախը կորցրեցինք։ Կորուստները բնական ընթացքի բաղադրիչներ են։ Կունենանք եւ կորուստներ, հետո կունենանք ձեռքբերումներ, հետո մարդկության պատմությունն ինչի մենակ մեր երկրի։ Բայց չէին կարող այնպես անել, որ այդ կորուստը չլիներ։ Շատ բաներ կար, որ կարող էինք անել ու չարեցինք։ Շատ բաներ կա, բայց հիմա մենք կանգնած ենք կատարված փաստի առաջ։ Անընդհատ նստել, մեղավորներ փնտրել, անընդհատ ինչ որ բաներ անել, այդ process-ից հետ է գցում։ Եկեք մտածենք ո՞նց անենք, որ հետ բերենք այդ ամեն ինչը։ Եկեք մտածենք ինչ է պետք, որ այս երկիրը լինի հզոր, լինի ազատ, լինի ժողովրդավար եւ բացի այն իր նեղ սահմաններից ճանաչի նաեւ հայրենիք։ Ընդարձակ հայրենիք հասկացությունը։ Ինչ է պետք։ Որտեղ հայրենիքը շատ ավելի մեծ է։ Իհարկե։ Ոչ միայն տարածական իմաստով։ Ոչ միայն տարածական, բոլոր իմաստներով շատ ընդարձակ է ու շատ մեծ է։ Այդ հայրենիքի բնակիչը պիտի լինես դու։ Ոչ թե քեզ պարտադրված ինչ որ գծերի ու ինչ որ սահմանների։ Իսկ ինչ ասել է գեղեցկություն հայկական ձևով։ Մենք այս վերջերս ընկերներով ուղղակի դուրս եկանք քաղաքից, գնացինք, ուզում էինք մի եկեղեցի տեսնել, հետո պարզվեց, որ այդ եկեղեցին չեն կարող բարձրանալ, որովհետև ճանապարհը թաց էր, ցեխոտեր ուղղակի վերել կա, ու հանկարծ հայտնվեցինք մի փոքրիկ բացատում, աննկարագրելի դրախտային մի տեղ էր։
ու այսպես նստել ենք այնտեղ խոտերի վրա։ Ու ապրում են գիտեք ինչի գիտակցումով, որ այս փուճուր բացատնել է իմ հայրենիքը։ Ինչքան սիրուն է այս ամեն ինչը։ Ինքը շատ ավելի մեծ բացատ է, քան մենք տեսնում ենք։ Մենք իմ անդամենը դրա մեջ ենք, չէ՞, բայց հազարավոր միլիոնավոր այսպիսի բացատներ կան։ Եվ այդ միայն արտաքին գեղեցկություն չի, այդ վերևից թափվող ինչ որ սիրուն մի բան կա, որ լցվում է ներսդ, ու դու հասկանում ես, որ քո հողը սիրելի է ոչ միայն նրա համար, որ այստեղ ծառու թուփ կան, այլ նաև քո կողքը նստել են լավ մարդիկ, խելացի մարդիկ, որոնք մտահոգված են այս երկրի ապագայով, որոնք փորձում են ինչ-որ կերպ օգնել, ու այդ երկու գեղեցկությունները երբ խառնվում են իրար, մարդկային տեսակների գեղեցկությունը, բնության գեղեցկությունը, հայրենիքի գեղեցկությունը երբ միաձուլվում են իրար, դու հասկանում ես, որ դու ապրում ես աշխարհի ամենասիրուն տեղում, էլի բոլորովին վերջերս մենք այնպես կարճ ժամանակով երկրից դուրս ենք եկել ու հետ վերադարձանք։ Ամբողջ ընթացքում, ինչ մենք այդ սահմանից դուրս էինք, մենք խոսում ենք մեր երկրի մասին։ Ամբողջ այդ ընթացքում ու կարոտում ենք մեր երկիրը։ Շատ կարճ ժամանակ էր, մենք երկու օրվա պատմություններ ընդամենը ու ավելի ենք հասկանում, թե ինչքան ենք մենք կապված այդ հողու ջրի հետ ու ինչքան թանկ է այդ ամեն ինչը մեր համար։ Ու աշխարհի ամենալավ բաներն էլ տվեք մեզ այդ ամեն ինչը պետք է մեզ պետք է։ Իսկ այդ ամենի մասին երեք նախադասության ֆոտոգրաֆիան ինչպես կպատմեիք հայրենիքի Հայաստանի։ Ոչ էլ կպատմեի, թող տեսնի, հասկանա ու սիրի, հա։ Այս իրապես դες գալու երկիրը Հայաստան։ Ես այդ գովազդելու մեջ միշտ չի որ լավ բան եմ տեսնում։ Ես ինչի՞ պիտի գնամ ինչ-որ մի օտարի գովազդեմ իմ երկիրը։ Չէ, գովազդին իրականություն։ Թող ինքը գա, իր աչքով տեսնի, համոզվի, որ լավն ենք, ինքը որ ասում է, որ իմ երկիրը լավն է, ես դրանից առանձնապես լավ չեմ զգում, ես գիտեմ, որ լավն է, ինքը նոր բան չի ասում ինձ, որ ես իմանամ, հա, թող ինքը գա ու վայելի այդ գեղեցկությունը։ Շնորհակալ եմ, պարոն Չարախչյան, որպես յուրեք եկել։